Առողջապահության տեսանկյունից ուզում եմ բացատրեք, այդ 4-րդ կարգի ցորեն ասվածը, որ դրանով հաց ուտի Պապոյանը, ի՞նչ կլինի իր հետ։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Չէ, ինչ համար պետք է մահանա։ Ասում են անասնակերը։ Չէ։ Չէ։ Մենք սև հաց ենք ուտում եւ դա գարու ես երեկել եմ դրա մասին խոսել եւ դա գարու ամենացածր սորտն է, բայց աշխարհում ամենաթանկ հացը, սև հացը, համարվում է ամենաթանկ հացը։ Եվ մենք չենք մահանում ուտում ենք։ Այսինքն Ղազախստանից ամենաթանկ հացն է։ Եթե մահացության տեսակետից նայենք, ուրեմն այդ նույն անասունն էլ որ ուտում այդ ցորենը, ուրեմն ինքն է պիտի սատկի։ Դե անասունը ասենք խոզը լափ է ուտում, հո մենք էլ չենք։ Խոզը ճիշտն ասած ուտում է այն, ինչ որ մենք իրան կտանք, իսկ եթե մենք իրան տանք նույնիսկ բանջարեղեն, մրգեր, ամեն ինչ, նա կուտի եւ չի սատկի։ Մարդը կենթանուց տարբերվում է։ Մենք էլ ենք նույն ուտելիքը ուտում, խոզն էլ կարող է նույն ուտելիքը ուտել։ Պատգամավորը սկսեց համոզել, թե խոզն ինչ նուրբ է, ու եթե խոզին բան չի լինում, մարդուն էլ չի լինի։ Եվ ասեմ ձեզ, խոզը այն ամենանուրբ կենթանիներից մեկն է, որի օրգանիզմը շատ նուրբ է հիվանդություններին եւ ինֆեկցիաներին, բայց միևնույնն է նա չի սատկում, չէ՞, որ ուտում է այդ ուտելիքը չի սատկում։ Այնպես որ մի անհանգստացեք, մենք կուտենք, սկզբից մենք կուտենք, հետո նոր դուք բոլորդ կուտեք։ Պապոյանի հետ դուք էլ եք։ Անպայման։ Մինչև արդյունքները տեսնեին, քայքայվում է արդյոք Պապոյանի ու Պատգամավորի լյարդը, նախարարը գուժեց, որ այդ հացից ինքը մենակ չի կերել։ Եկել եմ ձեզ ասեմ, որ բոլորիդ շատ սիրում եմ, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր 3 ամբողջ օրվա ընթացքում իրենց այսօր ամբողջ օրվա ընթացքում կերած հացին անվանում էին անասնակեր։